Ես ողջունում եմ բոլոր նրանց, ովքեր միացել են մեզ։ Սա ինչպես է աշխատում փողը ոդքասթի երկրորդ թողարկումն է։ Մեր այսօրվա հյուրը Կենտրոնական բանկի զեղծարարությունների կանխարգելման բաժնի ղեկավար Մարիամ Թովմասյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հայաստանում այսօր գրեթե ամբողջությամբ վճարումներն անցել են անկանխիկ եղանակի եւ ինչ տարբերակներ կան անկանխիկ եղանակով վճարումներ անելու։ Նայեք, անկանխիկ եղանակով վճարումներ անելու տարբերակները շատ են, ճիշտ նշեցիք, Հայաստանում արդեն բավականին մեծ կշիռ է կազմում անկանխիկ եղանակով վճարումները, հաշվի առնելով նաև որոշակի օրենսդրական սահմանափակումները, օրենսդրական փոփոխությունները, եթե խոսենք անկանխիկ վճարումների դերից առհասարակ, իրանք ինչի են կարևոր ու նախ կարծում եմ դրանից խոսենք, հետո անցնենք, թե առհասարակ անկանխիկ վճարումների ինչ տարբերակներ ունենք, Եթե խոսանք դերից, իրենք շատ կարևոր են այս պահին, առհասարակ աշխարհում, ոչ միայն Հայաստանում, քանի որ երբ որ խոսում ենք ֆինանսներից, ֆինանսական գործարքներից, այս պահին անկանխիկ գործարքները մեր ամենակարևոր ու հարմար գործիքն են, մեծ համար մարդկանց համար կազմում։ Այսինքն ինչի համար են հարմար, երբ որ մենք առաջ սովոր էինք կանխիկով գնալ, ֆիզիկապես գնալ, բոլոր գործարքները կատարել, հիմա այս պահին բոլորին ավելի հարմար է տանը նստած անկանխիկ եղանակով տանը նստած աշխատավայրում ցանկացած գործարք կատարել, ինչու՞ չէ նաև վճարումները on-line կատարել եւ գնումներ կատարել on-line, Անկանխիկ վճարումների հիմնական տարբերակները, որը այս պահին գործում է Հայաստանի ֆինանսական համակարգում, դա քարտային վճարումներն են մեկը, որը որ շատ տարածված տեսակներից մեկն է գնումների հետ կապված, QR-ով վճարումներն է, դե իհարկե բնականաբար, եթե արդեն փոխանցումների մասին ենք խոսում կամ դուրս ավելի մեծ գործարքների մասին, ծավալի մասին է խոսքը, ծավալային գործարքների դեպքում արդեն հաշվից հաշիվ փոխանցումներն են նաև որպես վճարման միջոց ծառայում։ Եթե խոսում ենք ֆիզիկական անձանց վճարումների մասին, քաղաքացիների հիմնականում իրանք QR-ներն ու քարտերն են։ Փոխանցումները շատ ավելի տարածված վճարման ձև է արդեն իրավաբանական անձանց շրջանակում։ Մի շատ կարևոր խնդիր կա, անկանխիկ եղանակով կարծես թե գումարը շատ ենք ծախսում եւ շատ ավելի դժվար ենք ղեկավարում մեր ֆինանսը, ինչպես կարգավորել այս ամենը։ Ավելի հեշտ դարձնել կառավարելի, որ հասկանանք երբ ծախսեցինք, ինչքան ծախսեցինք։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև այս հարցը բավականին տարակարծիք ընկալումներ ունի, որովհետև մարդկանց մի մասը հակառակը ասում է, որ կանխիկով շատ արագ ավելի ծախսում են ու չեն կանխիկացնում, որպեսզի հանկարծ գումարը չծախսեն, այսինքն մի քիչ բնավորությունից էլ է մարդկանց կախված, բայց ճիշտ եք ասում, ինչպես անել, հենց այդ անկանխիկ վճարումները ինչով են լավ, որ իրանք շատ հեշտ հնարավոր է իր պատմությունները տեսնել ու հսկել, այսինքն դու ցանկացած ժամանակ տեսնում ես հաշվիդ գումարը, ցանկացած ժամանակ բենքինգների միջոցով կարող ես հսկել թե քարտիդ միջոցները ինչքան են, դրա արդյունքում ու նաև կարողանում ես տեսնել ինչ գործարքներ ես դու արել, ինչ վճարումներ ես արել, այսինքն եթե օրինակ սկսես ուսումնասիրել, ենթադրենք ու նայես, եթե կանխիկի ժամանակ կարող է չհիշես, գիտես, ես այս գործարքը արեցի, գնացի այստեղ գնում կատարեցի, անկանխիկի ժամանակ արդեն բնականաբար ամբողջ պատմությունը մանրակարտային գործարքների ժամանակ, օրինակ եւ QR-ների իհարկե կտեսնես ու կարող ես վերլուծել, օրինակ տեսնում եմ այստեղ շատ եմ վճարում, այստեղ գործարքներ շատ եմ անում, կարող ես սկսեմ խնայել այս մասում եւ այլն, այդպես ավելի հարմարավետությունը շատ է անկանխիկ գործարքների։ Կիբերանվտանգությունը լրջագույն խնդիրներից է, որ կարծես թե լուծվելու փոխարեն ավելի աճում է։ Հայաստանում ինչպես կգնահատեք այս կիբերանվտանգության խնդիրը եւ ինչ առհասարակ ինչպես է հիմա զարգանում Հայաստանում սա եւ խնդիրը եւ լուծումները։ Նայեք, եթե համեմատենք Հայաստանը մյուս երկրների հետ, առհասարակ կիբերանվտանգությունը ու զեղծարարությունները, վերջի տարիներում Հայաստանի զեղծարարությունների ու առհասարակ կիբերհանցագործությունների թիվը եւս զգալի աճ է նկատվել, զգալի աճի տեմպ կա, Հայաստանում։ Եթե խոսում ենք առհասարակ ինչպես է իրավիճակը մյուս երկրների համեմատ, այստեղ պետք է ուրախորեն ասեմ, որ Հայաստանում համեմատաբար տեմպը աճի ավելի ցածր է, քան մյուս երկրներում ու քանակը
գործարքների մեջ տոկոսային, հա, հարաբերակցությունը զեղծարությունների ավելի քիչ է Հայաստանում, բայց դա չի նշանակում, որ Հայաստանում չունենք զեղծարություններ, Հայաստանում էլ ունենք բավականին զգալի քանակով զեղծարություններ, կասեմ, որ վերջի շրջանում Հայաստանը հայտնվել է զեղծարների թիրախներում, գուցե եւ որոշակի քաղաքական կոնտեքստից ելնելով, շատ մեծ ազդեցություն ունեցավ նաև Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը, որից հետո Հայաստանը հայտնվեց զեղծարների թիրախում, որտեղ այն շուկաները, որը որ թիրախավորում էին, մի փոքր փակ դարձան, սկսեցին Հայաստանում կատարել, այո։ Իհարկե մեծ դեր ունեցավ նաև COVID-ը զեղծարությունների աճի, որտեղ հայերը սկսեցին շատ ավելի անկանխիկ գործարքներ կատարել, օնլայն գործարքներ կատարել, անկանխիկ վճարումներ, դրա արդյունքում այստեղ նաև վճարումները շատացան, արդյունքում նաև զեղծարության փորձերը շատ ավելի շատ են իհարկե, քան փաստացի զեղծարությունները։ Ամենատարածված ֆինանսական զեղծարարության տեսակները որոնք են։ Եվ ընդհանուր եւ նաև Հայաստանում։ Նայեք, այս պահին ամբողջ աշխարհը հիմնական տեսակը, որի հետ կապված փորձում է պայքարել ամբողջ աշխարհի դրա դեմ, դա սոցիալական ինժեներիա ասվածն է, ինքը ինչ է իրանից ներկայացնում, այն դեպքերն է, երբ որ մարդկանց խաբեության մեջ գցելով, որոշակի խոստումներ տալով, որոշակի շանտաժի ենթարկելով եւ այլն տարբեր պատճառներով մարդկանց խաբելով, իրանց վստահությունը չարաշահում են, դրա արդյունքում գումարներ են կորցնում մարդիկ։ Եթե արդեն բուն տեսակներին ասնենք, թե Հայաստանում ինչ տեսակներ կան, այստեղ կառանձնացնեմ երևի թե հիմնականում էլի այդ սոցիալական ինժեներիայի մեջ է, որ մարդկանց մի փոքր խաբում են, այս բան շատ տարածված դեպք ունենք, երբ որ Հայաստանում WhatsApp-ներն են ջարդում ու երբ որ իրենց հաշիվներ ջարդում կամ կլոնավորում, նայած ինչ զեղծարության տեսակ, հա, ենթադրենք ձեր WhatsApp-ի հաշիվը ջարդել են, այդ account-ը ու ձեր բարեկամներին, ծանոթներին, ում հետ որ դուք շփվել եք, բոլորից ոչ թե փող են խնդրում, այլ մի քիչ ուրիշ այդ փող խնդրելը մի քիչ անցել է արդեն։ Առաջ Facebook-ն էին ջարդում ու սկսում էին Facebook-ով փող խնդրել, այդ չէ, հիմա քանի որ գումարներն էլ խնդրելու փոքր էր լինում այդ Facebook-ին, այս դեպքում մի քիչ ուրիշ ձև է աշխատում։ Ինչ են անում մարդկանց, ենթադրենք քո ծնողին կամ մոտ մարդկանց, ում հետ դու շատ նամակագրություն ունես, կարդում են նամակագրությունը, տեսնում են օրինակ որ ոլորտից եք եւ այլն, ենթադրենք օրինակ դասախոս եք աշխատում, ասում են լավ կարանք դասախոսներին օրինակ կաշառքի հետ կապված որոշակի շանտաժներ անենք ու այդպես շանտաժով փորձում են գումար կորցնել։ Դա մի տեսակ, բայց ինքը շարունակություն ունի, հա, ենթադրենք բացի նրանից, որ ձեր WhatsApp-ը կոտրեցին ու գրեցին ձեր բարեկամ, այսի ծանոթին, կարող է խնդրեն, ասեն, այս փաստաթուղթը որ խնդրեմ կտպես, որը որ ուղարկել եմ, բայց ոչ մեկին չասես, որ տպել ես, դա մարդը մտածում ընդհանրապես փաստաթուղթ է տպել կամ ինչ-որ փոքր բան է ասել, դրա մեջ ինչ կա, հետո այլ համարից զեղծարները զանգում են, ասում են մենք ազգային անվտանգությունից ենք, ԱԱԾ-ի անունն են արդեն փորձում շահարկել, այո, ԱԱԾ-ի անունից ասում են դուք այսպիսի բան եք արել, դուք մեղադրվում եք քրեական հանցագործության մեջ, դուք օժանդակել եք ազգային անվտանգության օրինակ վնասող ինչ-որ գործողությանը, ենթադրենք Ադրբեջանի անունն են օգտագործում, այնտեղից օրինակ այդ փաստաթուղթը, որը տպել եք ադրբեջանցիների համար է, օրինակ, այսպիսի բաներ, շատ թիրախային կետերով։ Մարդիկ սկսում են վախենալ։ Ինչ են անում, դրանից հետո ասում են նայեք, գնացեք օրինակ գնացեք վարկ, մենք հիմա ձեզ վստահում ենք, որպեսզի բան չլինի, ձեզ օրինակ չտանենք, դատենք եւ այլն, եկեք դուք օգնեք, որպեսզի այս հանցագործությունը բացահայտենք։ Այդ հանցագործությունը ոնց են ասում բացահայտեն, ասում են հիմա որպեսզի փորձնական թեստեր անենք, օրինակ ձեր հաշիվներից եկեք գումար, եթե տեսնում են անձը գումար ունի հաշիվներին, այդ ամբողջ գումարները ոնց որ շանտաժի, խաբեության, վախի մթնոլորտով ստիպում են, որ փոխանցեն այլ անձանց, սովորաբար արագ դրամական փոխանցումների միջոցով, MoneyGram եւ այլն, նման դրամական փոխանցումների միջոցով փորձում են Հայաստանից դուրս հանել միանգամից, այսինքն այստեղից փոխանցում են նույն վայրկյանին անձ այլ երկրում ստանում է ու հետքը կորում է, այսինքն եթե շատ արագ եւ միանգամից առանց հետքի։ Դեպք կա նույնիսկ, որ մարդկանց այնպես են վախեցրել կամ խաբել, որ մարդիկ գնացել վարկ են վերցրել, այսինքն մեծ ծավալներով վարկեր են վերցրել, իրենք գնացել են, օրինակ բանկին ասել են, գիտեք, մենք
տուն ենք վերանորոգում կամ մեքենա ենք գնում կամ ինչ որ դրա համար վարկ ենք վերցնում, վարկը վերցրել են, անգամ խաբել են, ասել են բանկին էլ բան չասեք, որովհետև բանկի աշխատողը ներգրավված է մեջ, բնականաբար դա չկա այդպիսի բան, այդ աբսուրդ է, բանկի աշխատակիցը չի էլ իմանում, իր համար սովորական հաճախորդ է, ով որ եկել է որ վարկ վերցնի։ Գումարը վերցնում է, փոխանցում է։ Այդ հիմնական տեսակներից մեկն է, որը որ այս պահին մի քիչ դժվար, նույնիսկ ինչքան էլ իրազեկվածությունը կա, ամեն դեպքում մարդիկ խաբվում են, որտեվ շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում զեղծարարների կողմից։ Նշում եք, որ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, անկախ այդ պրոֆեսիոնալիզմից, ինչպես արագ չհավատան զեղծարարության, ինչպես շատ արագ զոհ չդառնան։ Ձեր բոլոր պատմությունների մեջ շատ արագ միանգամից հեշտ հավատացող, լավ, ուրեմն գնանք գումարը տանք, բայց ինչպես միանգամից մարդիկ հասկանան, որ սա գուցե զեղծարարություն է եւ միանգամից զոհ չդառնան։ Նայեք, իրականում մի բան ասեմ, այնպես չի, որ շատ հեշտ հավատում են, այդ թիմը, որը ասում եւ Հայաստանում եւ աշխարհում, իդեպ այդ հանցագործները հիմնականում Հայաստանից չեն լինում, որպես կանոն ռուսերեն են խոսում։ Դա առաջի ազդակն է, որ կարան կասկածա առաջացնի մարդկանց մոտ, ինչի երբ որ օրինակ զանգահարել են ազգային անվտանգությունից, մեր հետ ռուսերեն են խոսում։ Ինչքան էլ որ պատմություն տակից հորինեն, բայց ամեն դեպքում մենք Հայաստանում ենք բնակվում, սպասարկման ոլորտ պետական աշխատակիցները, ճնշող մեծամասնություն իրենք հայ են ու խոսելուց է նման դեպքերում բնականաբար հայերեն են խոսում, այսինքն ռուսերեն խոսել արդեն շատ կասկածելի է, հա, այդ հիմնական առաջին են red flag-ն է, կարմիր դրոշակն է բարձրացած, որը որ պետք է ուշադրություն դարձնեն, բայց իրականում ամենա ճիշտ ձևը, հա, որպեսզի խուճապի չմատնվեն, մի հատ հասկանան, որ իրանք ոչ մի բան իրականում վտանգավոր չեն արել, սա միայն այս դեպքը չի, մյուս դեպքերում մի քիչ ավելի ուղղակի մարդկանց օրինակ շահույթ ստանալու եւ այլն դրա համար են խաբել։ Ես հիմա մի հատ օրինակ էի բերում այս ազգային անվտանգությանը, բնականաբար այդ մի տեսակը չի մենակ Հայաստանում տարածված, բայց եթե խոսում ենք թե ինչպես պաշտպանեն իրենց, օրինակ ենթադրենք հղումներ են ստանում շատ ժամանակ, այդ հղումներով պետքա շատ ուշադիր լինեն, հա, ցանկացած հաղորդագրություն, որ ստանում են, չպետքա հավատալ միանգամից կամ հղումները միանգամից բացել, միանգամից բացել, լոգին, ինչ-որ տենց տվյալներ գրել։ Ոչ մի դեպքում անծանոթ մարդկանց որևէ կերպ չպետքա ֆինանսական միջոց փոխանցեն։ Երբ որ ասում են, գիտեք ինչ, դուք ձեր գումարը փոխանցեք ուրիշ հաշվի, որովհետև դա ավելի ապահով է, թե չէ ձեր հաշվի գումարները կարգելադրեն կամ ինչ-որ բան կանեն, այդ շատ արդեն դա նորից կասկածներից մեկն է, որ պետք է հա մարդիկ ունենան, այսինքն խաբում են, ասում են ավելի օրինակ լինում է կենտրոնական բանկի անունից են նույնիսկ ներկայանում կամ որևիցե բանկի, ասում են, որպեսզի այդ հաշիվներիդ գումարները, օրինակ ձեր հաշիվները ջարդել են կամ չգիտեմ նույն այդ ազգային անվտանգության պատմության հետ կապված, որպեսզի ձեր հաշիվները մաքրենք, պատմությունը հանկարծ խնդրահարույց չլինի, որ դուք դատվեք, փոխանցեք ուրիշ հաշվի։ Սենց դեպքերում բացարձակ չպետք է մարդիկ անգամ հակառակը պետքա մի կաթիլ կասկած չունենան, որ պետքա փոխանցեն իրանք, հա, այս դեպքում հակառակ մեխանիզմն է գործում։ Պետքա շատ ուշադիր լինեն։ Այդ անծանոթ մարդկանց վստահելը ես հասկանում եմ շատ լավ է, միևնույն ժամանակ որ մենք հայերը շատ վստահում ենք, հա, այլ անձանց, որովհետև շատ լուրջ հետևանքներ է թողնում։ Կարա շատ լուրջ հետևանքներ լինի, որովհետև շատ դեպքեր ունենք, երբ որ ամբողջությամբ քարտի տվյալներն են տալիս, գաղտնաբառներն ու մուտքանուններն են մոբայլ բենքինգների տալիս, այսինքն այն ինչ պետք է զեղծարարին գործարքը անելու համար շատ ժամանակ դա են էլի նորից տալիս։ Հասանելիություն հեռախոսին, այս պահին շատ տարածված դեպքերից մեկն է էլի, ու ասեմ, որ դեռ արդեն քանի ամիս է, մոտ 6 ամիս եւ ավելի ես զեղծարարության դեպքերը շատ տարածված են գուցե տարի ու ինքը դեռ ալիքը չի փակվում։ Զանգում են հեռախոսների, խաբում են, ասում են օրինակ հեռահաղորդակցման ընկերություններից ենք, Viva, Cellucom եւ այլն, իրենց անունները օգտագործում են, ասում ենք ձեր ինտերնետն ենք լավարկում, մտեք, էս արեք, այն արեք, հերթով ասում են ինչ անեն, հեռախոսին հասանելիություն են ստանում, ամբողջությամբ հեռախոսի հասանելիությունը անցնում է զեղծարարին մարդուց։ Իսկն սա էլ, երբ որ ասում են անծանոթ մարդը զանգում է, կապ չունի որտեղից է ինքը ներկայանում։ Ավելի լավ է իրանք հեռախոս ուղղակի անջատեն այդ պահին,
զանգահարեն այդ ընկերությունը, ասեն ձեր մոտից զանգահարել են վստահ լինելու համար, որ հաստատ իրանք են եղել։ Ուղղակի անծանոթ զանգին վերցնել, պատասխանել Եվ ու հետո հետո հերթով հերթել, անել։ այո։ Իսկ զեղծարարության տենդենսն ինչպիսին է։ Եթե նայենք այս պահին Հայաստանում իրավիճակը զեղծարարությունների նախորդ տարիների համեմատ, ենթադրենք 23 թվական, 24 եւ 25, հա 26-ը դեռ քանի որ չի ավարտվել, չհամեմատենք դեռևս, կարելի ասել ամեն տարի կրկնակի աճել է։ Այսինքն զեղծարարությունների թիվը եթե կորը նայենք, բավականին լավ բարձրանում է, հա, ինքը տենդենսը 300-ից 1000 արդեն անցել է։ Եթե խոսքը սոցիալական ինժեներիայի մասին է, քարտային զեղծարարությունների թիվը նորից նույն տենդենսն ունեն, բայց թվերը մի փոքր ավելի մեծ են, հա, մի քանի հազար զեղծարարություն, ուղղակի շատ փոքր գումարներ են այնտեղ արդեն կարող է լումաներով, ցենտերով եւ այլն այդպիսի այդ ամբողջը իրար հետ կարող է 4000-ը եւ այլն անցնի։ Այսինքն տենդենսը բավականին մեծ է Արագ աճում է։ համեմատած։ Արագ աճում է, բայց լավ է, որ իրականում եթե հիմա նայում ենք 26 թվականի այս մի քանի ամիսը ինչը որ կա ու 25 թվականի վերջը համակարգում որոշակի անկում նկատել ենք, ֆինանսական գործիքները մի փոքր ավելի բարդացրել են, հա, անվտանգության առումով, որպեսզի իհարկե մարդկանց հասկանում ենք դա որոշակի անհարմարություններ է մարդկանց համար ստեղծում, բայց անվտանգության տեսանկյունից դա շատ կարևոր է, այդ պատճառով ել ավելի խստացվել են անվտանգության կանոնները, ֆինանսական կազմակերպությունները, դրա արդյունքում որոշակի անկում ենք ունեցել, բայց քանի որ զեղծարարությունների տեսակները անընդհատ փոխվում են, զեղծարարներն սովորում են, նոր մեխանիզմներ են ստեղծում, ինքը ասենց կլոր ցիկլ է, հա, երբ որ սկսում են ինչ-որ զեղծարարության տեսակ լինում է, բանկերը կամ ֆինանսական մյուս կազմակերպությունները սկսում են պայքարել դրա դեմ, գտնում են լուծումը, Հետո գալիս է նորը եւ կրկին այդպես։ որոշակի նոր տեխնոլոգիա են սկսում մտածել, մանավանդ երբ որ հիմա տեխնոլոգիաները շատ են զարգանում, մի հատ նոր տեխնոլոգիա ստեղծվում է, դրա դեմ պայքարն է ստեղծվում, պայքարում են, հետո նորից մի հատ նոր տեխնոլոգիա են, անընդհատ աճում են, դա հա շատ լավ չի, բայց ամեն դեպքում այս պահին տենդենսը այդպիսին է։ Փորձում են ֆինանսական համակարգները հնարավորինս պայքարի այդ զեղծարարությունների դեմ, ուղղակի այստեղ մի հատ հարց ունենք, որ զեղծարարությունների մի հատ ճնշող մաս կա, որը ֆինանսական համակարգի անմիջապես ներսում չի, հա, ավելի դուրս է լինում։ Այս դեպքում արդեն կրիպտո զեղծարարությունները, որը այս պահին շատ մեծ ծավալ են սկսել կազմել ու արդեն այդ ոլորտն է բավականին զարգանում։ Օրինակ զեղծարարները փորձում են եւ կրիպտոյի միջոցով թաքցնեն գումարները, թե ուր է գնում ուր են գնալու այդ գումարները, բացի դրանից կրիպտո ներդրումների առաջարկների զեղծարարություններն են շատացել։ Երբ որ կրիպտո ոլորտը զարգացավ, մարդկանց մի մասը պատկերացում չունի, հա, ինչա կրիպտոն առհասարակ, ու երբ որ լսում են կարելի է այնտեղից գումար աշխատել, պատկերացումը դեռևս շատ թույլ է, թե ինչպես են այդ գումարները աշխատում, այդ գործիքները ինչպես են աշխատում, դրա արդյունքում զեղծարարները խաբում են, ասում են եկեք մենք ձեր փոխարեն ներդրումներ կանենք, դուք գումար կաշխատեք, այդ ընդհանուր իհարկե ներդրումային զեղծարարությունների սխեմային մոտ նույն տիպի է, բայց քանի որ կրիպտոն նոր է արդեն, այդ զեղծարարություններն էլ այդ ոլորտում ավելի աճել են։ Քանի որ կենտրոնական բանկը ամենամեծ պատասխանատուն է, կարելի ասել, այս ոլորտում, 3-4 ինչ հիմնական եւ թիրախային խորհուրդներ կտաք զեղծարարություններից զերծ մնալու համար։ Այո, կենտրոնական բանկը ճիշտ նշեցիք, պատասխանատուներից մեկն է այս ոլորտում, հա, եթե նշենք, թե որպես խորհուրդ, հա, թե ֆիզիկական անձիկ ինչպես պայքարեն զեղծարարությունների դեմ, առաջի բանը, որ կնշեմ, կասկածամտությունն է, որից որ խոսացինք, այսինքն հնարավորինս ուշադիր լինել, չվստահել անծանոթ մարդկանց, երկրորդը, որը անծանոթ զանգերի,
ցանկացած անծանոթ անձանց կողմից հրահանգները չկատարել, չտրամադրել անձնական տվյալներ, երբ որ հեռախոսով զանգում են, ցանկանում են մուտքանուններ, գաղտնաբառեր, երբ որ ասում են տվեք ձեր անձնագրի տվյալները եւ այլն, այդ ամբողջը մինչեւ վստահ չլինեն, թե ում են տրամադրում, չտրամադրեն ու եթե զեղծարության զոհ են հանկարծ դարձել, միանգամից դիմեն իրավապահ մարմիններին եւ ֆինանսական կազմակերպությանը, որի հետ որ աշխատում են։ Եվ իհարկե պետքա կարծում եմ սովորեն մարդիկ, թե ինչպես պաշտպանվել իրենց, շատ կարևոր է դրա համար կրթությունը, ֆինանսական ու իրազեկվածությունը այս զեղծարությունների հետ կապված։ Դա հետ կապված իդեպ abcfinance.am երբ որ մուտք գործեն, կենտրոնական բանկի կողմից ստեղծված էջ է, այնտեղ բավականին իրազեկման արշավներ են գնում նաև զեղծարությունների հետ կապված ու կարող են բնականաբար հետևել նաև իրենց հենց որ բանկից որ սպասարկում են, բանկերն էլ բավական վարկային կազմակերպությունները կամ մնացած բոլոր կազմակերպությունները բավականին շատ իրազեկվածություն են անում, թե ինչպիսի զեղծարություններ կան, ինչից զգույշ լինեն, ինչպես այդ պահին, հա, որտեղ անդադ փոփոխվում է, բայց հիմնական բաները դա է, չտրամադրել անձնական տվյալներ, չվստահել անծանոթ անձանց կողմից որևէ հրահանգներ չկատարել իրանց խնդրանքով ու պահանջով կամ սպառնալիքով։ Եվ վերջում ու ամենակարևորը, ինչ անել, երբ արդեն դարձել է զեղծարարության զոհ։ Նայեք, այս շատ լավ հարց եք տալիս, որովհետև սա էլ կարևոր մաս է։ Նախ շատ կարևոր է արագությունը, հա, երբ որ արդեն գիտես, որ դու գումար ես փոխանցել, ենթադրենք կամ on-line հարթակում քարտդ կեղծ էջի ես գցել, ենթադրենք, այս դեպքում շատ կարևոր է անմիջապես արձագանքել։ Ինչ ենք այն ժամանակ ասում, երբ որ օրինակ քարտերը թեկուզ հիմա որ գողանում են, հա, կամ կանխիկ գումարը որ գողանում են, առաջի բանը մարդիկ արագ ոստիկանություն չէ, պետքա դիմեին։ Այս դեպքում պետքա օրինակ քարտի դեպքում, երբ որ գիտեն կամ ֆինանսական ցանկացած օրինակ հաշվից փոխանցում, կամ թեկուզ ինքը անձամբ գնացել է կանխիկով գումարը բանկին տվել է, ասել է փոխանցեք, այս դեպքում էլ էլի պետք է անմիջապես բանկի հետ կապնվեն հնարավորինս արագ, որովհետև գուցե դեռևս գումարը բանկից դուրս եկած չլինի ու հնարավոր լինի հետ բերել։ Սա առաջի բանն է, որ պետք է անեն։ Եթե կեղծ քարտեր են գցել, քարտերը կներեք գցել են կեղծ էջերին, ապա այս դեպքում էլի արագ պետքա բանկի հետ կապ հաստատեն, որպեսզի բանկը գուցե կարողանա այդ գործարքները կանխի, հա, այսինքն քարտերը բլոկավորի, թույլ չտա, որ գործարքներ անի։ Հիմա իդեպ հուլիսից նոր կարգավորում է ուժի մեջ մտնելու, արդեն բոլորը իրանց մոբայլ բենքինգները կարողանալու են արագ արգելափակել ու նաև ընտրեն այն հաշիվները, որոնք որ բենքինգում կարողանալու են օգտագործել։ Ենթադրենք ունեն ավանդ, որը որ չեն օգտագործում ու գումարը մեծ է, իրենք կարող են սահմանափակեն ու այդ հաշիվը չլինի բենքինգում, որպեսզի օրինակ եթե հանկարծ զեղծարարները փորձեն, չգիտեմ, մոլորեցնեն իրենց, այդ գումարները չկորցնեն կամ արագ կարողանան այդ պայն արգելափակեն բենքինգը, որպեսզի հասանելիություն չտրվի, հա, դա հուլիսից արդեն ուժի մեջ է մտնելու։ Բայց բացի դա ոստիկանություն դիմել, որովհետև շատ են օրինակ, որ փոքր գումարներ են թեկուզ կորցրած լինում, մտածում են դե օրինակ 20,000 դրամ են կորցրել, ինչի սրա համար կամ 5,000 դրամի համար դիմենք ոստիկանություն, բայց գուցե հենց դրա արդյունքում այդ դեպքը զեղծարարներին գտնեն ու կանխեն ավելի մեծ գումարների կանխեն ավելի մեծ գումարների կորուստը, գուցե այդ մարդկանց գտնեն իրենց գումարները կարողանան հետ վերադարձնել, հա։ Որտեվ գուցե 5 եւ տարբեր մարդկանցից այդպես մեծ գումար է ստացվում։ Այո, ես հասկանում եմ այդ մարդու համար կարող է որոշակի անհարմարություն լինի, մտածի մի քանի հազար դրամի համար չգնամ ոստիկանություն եւ այլն, բայց ինքը շատ մեծ գործ է անում, նույնիսկ այդ ոստիկանություն գնալով, հա։ Իսկ եթե օրինակ որոշակի ֆինանսական հաստատությունների հետ խնդիրներ ա ունենում, հա, կոնֆլիկտային ինչ-որ իրավիճակների եւ այլն, այս դեպքում կենտրոնական բանկի կողմից ստեղծված կառույց կա, ֆինանսական համակարգի հաշտարարը, որը որ այդ բոլոր բողոքները քննում է ու իրեն կարող են այդ թվում զեղծարությունների հետ կապված բոլոր դեպքերով մոտենան հաշտարարին, իր դերը կայանում է նաեւ բանկի եւ ֆիզիկական անձանց միջև, հա, հաշտության հիմնական դերն է, հա, դա հաշտություն կնքելը, ու այս դեպքում որոշակի գուցե օրինակ եթե խաբեությամբ վարկ են վերցրել եւ այլն, շփոթմամբ մարդիկ վարկ են վերցրել, փոխանցել, գուցե
Հաշտարի միջոցով կարողանան որոշակի համաձայնությունների գալ, օրինակ տոկոսները չեղարկեն կամ պայմանագիրը երկարաձգեն մինչև վարկային, մինչև քննչական գործի ավարտը։ Շատ կարևոր է արագ գործելը ու արագ արձագանքելը այս դեպքում։ Շատ շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ վստահաբար օգտակար զրույցի համար։ Մնացեք մեզ հետ ավելին իմանալու համար։